2000 թվականից փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Խորհուրդը մեկն է՝ բարձրացնել մարդկության իրազեկվածությունը, կարևորելով հիվանդության կանխարգելումն ու շարունակական հսկողությունը։ Դեռ 2000 թվականին հենց այդ օրը բազմաթիվ ռուսկի դեմ պայքարող կազմակերպություններ հավաքվել էին եւ այսպես ասած մշակել էին մի հատ ընդհանուր բանաձև, ինչպես են պայքարելու քաղցկեղի դեմ ամբողջ աշխարհում, հա, դա UICC-ն էր կազմակերպ է Փարիզում։ Ես ուզում եմ նշել, որ դա լռության օր չէ, հակառակը, մենք անհրաժեշտ է բարձրաձայնենք, որ այդ լռությունը վտանգավոր է։ Առողջապահական ուղեցույցների համաձայն չարորակ նորագոյացությունների բուժումն արդյունավետ է հիվանդության սկզբնական փուլում։ Ուշ դիմելության դեպքում բուժման ընթացքը ոչ միայն բարդ է, այլև երկար, նշում են մասնագետները։ Քաղցկեղների վաղ հայտնաբերման հարցում օգնում են սկրինինգային ծրագրերը։ Հայաստանյան առողջապահական համակարգի կողմից քաղցկեղի դեմ պայքարի առումով շատ լուրջ ներդրում էր նաև այս սկրինինգային ծրագրերը, մասնավորապես կրծքագեղձի քաղցկեղի, արգանդիվեզիկի քաղցկեղի եւ կոլորեկտալ քաղցկեղի վաղ ախտորոշման համար։ Այս սկրինինգային ծրագրերով հայտնաբերված հիվանդները ենթադրում է, որ առողջացող հիվանդներն են։ Այն կազմն է, որոնց դեպքում մենք բուժման արդյունքում կարճատև բուժման արդյունքում կունենանք առողջացում։ Սկրինինգների արդյունքում հիվանդության ցուցանիշներն ավելանում են, սակայն բարձրանում են նաև առողջացման ցուցանիշները։ Մեր երկրում օնկոլոգիական հիվանդությունների բուժման հնարավորություններն օր-օրի մեծանում են։ Տարեցտարի մեր առաջընթացը նկատելի է։ Տեսեք, ճառագայթային բուժման առումով մենք արդեն ունենք նորագույն սարքավորումներով համալրված կենտրոններ, որոնք որ բավարար են միջազգային չափանիշներով ռադիոթերապիա անցկացնելու համար։ Քաղցկեղի դեմ պայքարը գիտության մասով շատ արագ է զարգանում եւ նոր դեղամիջոցների, այսպես ասած, դուրս գալու արագությունը կտրուկ փոխվել է, ավելին ասեմ, անգամ արհեստական բանականությունն այդ հարցում օգնում բոլորին եւ նախկինում որոշ դեղեր, եթե 10 տարի էր պետք նա այսպես ասած սկզբից մինչեւ նրա վաճառքը, հիմա անգամներով այդ ժամանակը կրճատվել է։ Թեև առողջության համընդհանուր ապահովագրությունը գործում է դեռևս 1 ամիս, սակայն դեղորայքային բուժման մեջ արդեն նկատելի է դրական տեղաշարժ։ Ընդլայնվել է անվճար տրամադրվող հակաուռուցքային դեղամիջոցների ցանկը։ Արամ Մարանդյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։